Բարև ձեզ սիրելի հետևորդներ, սկսում ենք Astromix իմ հեղինակային հաղորդման հերթական թողարկումը եւ այսօր խոսելու ենք իհարկե տարածաշրջանային ռազմաքաղաքական լարվածության վերաբերյալ, որը օր-օրի այսպես աճում է այդ լարվածությունը կապված Իրանի Իսլամական Հանրապետության վրա հարձակման հետ, վտանգը օր-օրի մեծանում է։ Սիրելի բարեկամներ, անպայման բաժանորդագրվեք Anti-Fake YouTube-յան ալիքին, բաժանորդագրվեք նաև իմ երկու YouTube-յան ալիքներին, Աստղային խորհրդատու Աննի Հաղվերդյանի հետ YouTube-յան ալիքին եւ Աստրոմագիա եւ Թալիսմանների երկրորդ մոգական YouTube-յան ալիքին, բաժանորդագրվեք նաև Facebook-յան էջից, բոլոր հղումները այս վիդեոյի տակ նկարագրության մեջ են։ Սիրելիներս, ես դեռևս 2-3 տարի առաջ կանխատեսել էի այդ լարվածությունը կապված Իրանի Իսլամական Հանրապետության ապագայի հետ։ Բավականին այսպես լուրջ իրավիճակում է գտնվում Իրանը 4 կողմից շրջապատված թշնամիներով եւ լրջագույն ռազմական տեխնիկայի ուժեր կենտրոնացրել է Հնդկական օվկիանոսում, գիտեք որ ԱՄՆ-ն եւ Իսրայելը, նաեւ բավականին այսպես մինչեւ ատամների ծայրը զինված է Ադրբեջանը, Թուրքիան եւ բոլորը պատրաստ են հարձակման։ Պետք է ասել, որ այդ խնդիրը, այսինքն խոցելիության խնդիրը ներդրված էր Իրանի Իսլամական Հանրապետության հենց ստեղծման այդ քարտեզում, գիտեք, որ մինչ 1979 թիվը Իրանում իշխում էր շահը եւ դրանից հետո տեղի ունեցավ հեղափոխություն, իսլամական հեղափոխություն ապրիլի 1-ին 1979 թվականին, երբ այդ ղեկավարությունը երկրի ստանձնեց այդ մուսուլմանական այդ առաջնորդը։ Եվ Իրանում ըստ էության ինչով է արտահայտվում դա Իրանի Իսլամական Հանրապետության հորոսկոպում։ Արեգակը դիմակայում է Պլուտոն մոլորակի հետ, այդ դրանով է արտահայտվում, այսինքն անմիջապես երբ ստեղծվում է այդ պետությունը, արտաքին ուժերը սկսում են լրջագույն այսպես ճնշումներ եւ հակասությունների մեջ են մտնում իր շրջապատող պետությունների հետ։ Մեծ խնդիր է նաև լուսինը Իրանի Իսլամական Հանրապետության, որը գտնվում է երկվորյակներում, երբ երկվորյակներում գտնվում է լուսինը, դա խոսում է զանգվածային, ուրեմն ազգաբնակչության զանգվածային գաղթի մասին, տեղաշարժերի մասին եւ այլ խնդիրների կապված հենց կանանց եւ ազգաբնակչության հետ։ Դե գիտեք, որ լուսինը կանայք, որը խորհրդանշում է կանանց եւ ժողովրդին, մշտապես կանայք այսպես ճնշված են կապված այդ կրոնական բաղադրիչի հետ, որ պետք է այդ կրեն այդ կրոնական այդ զգեստները, հա, եւ մշտապես այսպես ակտիվացվում են այդ ընդվզումները կանանց այդ այսպես կրոնական սահմանափակումների հետ կապված։ Դա արտահայտված է Իրանի Իսլամական Հանրապետության հորոսկոպում Վեներայի, Լուսնի եւ Սատուրնի այդ լարված տау քառակուսիով, այսինքն մշտապես այդ բաղադրիչ, այդ պետության այդ մահմեդական հենց կարգերի բաղադրիչի վրա այսպես հնարավոր է օգտագործել դա, ճնշել եւ ընդվզում առաջացնել բնակչության։ Ես կանխատեսել էի նաեւ, որ ոչ միայն դրսից է հարձակումը տեղի ունենալու Իրանի Իսլամական Հանրապետության վրա, նաեւ փորձ է կատարվելու ներսից պայթեցնել։ Ըստ էության հատկապես անբարենպաստ էր 2024 թվականը այդ ամենի հետ կապված ներքին խժդժությունները ակտիվացել էին բավականին Իրանում, գիտեք, որ նախ ակտիվացել էին այդ կանանց ընդվզումները, կանանց դիմադրություն այդ կրոնական զգեստները կրելու հետ կապված, զանգվածային ելույթներ էին Թեհրանում եւ նաեւ գիտեք, որ մայիսի 19-ին 2024 թվականին, որը ես օրով եւ ժամով կանխատեսել էի ընդ որում, տեղի ունեցավ այդ ողբերգական իհարկե ավիովթարը եւ վթարվեց ուղաթիռը, որը տեղափոխում էր ամբողջ Իրանի ռազմաքաղաքական ղեկավարությանը Ադրբեջանից դեպի Թեհրան եւ զոհվեցին գրեթե բոլոր բարձրաստիճան պաշտոնյաները։
ժամանակ եւ արտաքին գործերի նախարարը եւ նախագահը եւ մյուս բոլոր մի շարք գեներալներ, բարձրաստիճան զինվորականներ եւ կրոնական գործիչներ, շատերը պարզապես այսպես ասած գլխատվեց պետությունը։ Եվ սա նույնպես պատահականություն չէր, դա կազմակերպված էր իհարկե, եւ ըստ էության իշխանության եկավ մի մարդ, որը բացարձակ անհամապատասխան հորոսկոպ ունի, այդ Փեզեշքյանը, որը ընդհանրապես կապ չունի, կարելի ասել, Իրանի Իսլամական Հանրապետության քարտեզի հետ եւ շատ անբարենպաստ է ըստ էության դրա համար։ Այսպես վերլուծելով եւ ես կանխատեսել էի նաեւ որ 24 թվականին արդեն հոկտեմբերին հնարավոր է այդ պատերազմի սկիզբը ըստ էության դա տեղի ունեցավ Իսրայելի կողմից բավականին լայնածավալ ռմբակոծություններ եւ փոխադարձ ռմբակոծություններ նաեւ Իրանը ռմբակոծեց Իսրայելի տարածքը հենց հոկտեմբեր ամսվա ընթացքում դա տեղ ունեցավ եւ դա կապված էր հենց Պլուտոնի եւ Իրանի Իսլամական Հանրապետության Յուպիտերի դիմակայության հետ։ Գիտեք, որ Յուպիտերը Իրանի Իսլամական Հանրապետության գտնվում է 29 աստիճան խեցգետնում։ Եվ իհարկե հենց այս աստիճանով ապրիլի այս մոտակա օրերին, սկսած ապրիլի 17-ին, 18-ին անցնում է նաև ռազմի մոլորակ Մարսը, որը եւ նույնպես վտանգ է ստեղծում հենց ապրիլի 18-ից 27-ը, որ Իրանի դեմ ինչ որ կրկին ռազմական գործողություններ, գործընթաց կսկսվի։ Ես չեմ կարծում, որ դա կլինի լայնածավալ ռազմական գործողություն։ Բայց այդ ամենը ընթանալու է շրջափուլերով, այսինքն անհնարին է անմիջապես այդպիսի մեծ վիթխարի հզոր պետություն, ինչպիսին Իրանի Իսլամական Հանրապետությունն է, պարզապես մի քանի ռմբակոծություններով ջնջել երկրի երեսից, ոչ։ Հաջորդ սցենարը հնարավոր է կրկին այդ ներքին խժդժությունների ձևով դեստաբիլիզացնել, ապականացնել այդ իրավիճակը Իրանի Իսլամական Հանրապետությունում։ Եվ հատկապես այստեղ շատ վտանգավոր է օգոստոսի վերջ, օգոստոսի 27-28 այդ ընթացքում շատ լարված իրավիճակ է սպասվում Իրանում, դա կապված է լինելու եւ ներքին խժդժությունների հետ եւ արտաքին հարձակումների հետ։ Եթե ստացվի այսպես պահպանել, դիմակայել, դա կփրկի պետությունը, եթե չէ դա շատ ծանր հետևանքներ կունենա Իրանի Իսլամական Հանրապետության համար։ Եվ բնականաբար ընդհանրապես աշունը այս տարվա 2025 թվականին շատ լարված է լինելու ոչ միայն Իրանի համար, այլ նաև առհասարակ ամբողջ մերձավոր Արևելքի, այդ թվում նաև Թուրքիայի համար շատ բարդ ամիս է եւ օգոստոսը եւ սեպտեմբեր ամիսը, նաեւ նախորդ հաղորդման ժամանակ նշեցի, որ այդ խավարումը արևի մասնակի խավարումը սեպտեմբերի 21 2025 թվականի բավականին ծանր է լինելու նաեւ Հայաստանի Հանրապետության համար։ Այնպես որ հիմնական, այսպես ասած, ռազմական գործողությունների թաթերաբեմը կարծում եմ ամռանն է սկսվելու ավելի մեծ թափով, այսպես ասած, իսկ ապրիլի արդեն 18-ից 27-ը հնարավոր են ինչ-որ այսպես նախազգուշական հարձակումներ կամ ռմբակոծություններ, որը իհարկե նույնպես վնաս կբերի, բայց այնուամենայնիվ չի լինի ճակատագրական վտանգավորը։ Ճակատագրական վտանգավորը դա օգոստոսի վերջ եւ սեպտեմբեր։ Հիմա ինչ վերաբերվում է ԱՄՆ-ի եւ նրա նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփին։ Պետք է ասել, սիրելի բարեկամներ, որ այն տնտեսական պատերազմը, որը սանձազերծել է Դոնալդ Թրամփը գալով իշխանության, իհարկե շատ վտանգավոր հետևանքներ կունենա համաշխարհային տնտեսության համար, այդ մաքսատուրքերի բարձրացումը եւ Չինաստանի հանդեպ 180%-ով, չգիտեմ 150%-ով այդ մաքսատուրքերի բարձրացումը, սա իհարկե բերելու է մեծագույն ցնցումների համաշխարհային տնտեսության մեջ եւ հատկապես եւ մասնավորապես ԱՄՆ-ի տնտեսության համար խիստ անբարենպաստ է։ Ես իդեպ նշել էի, որ անցած հաղորդումներից մեկում, որ
Նեպտունի մուտքը հենց խոյ կենդանակ է, որը տեղի ունեցավ 2025 թվականի մարտի 30-ին, արդեն, այսինքն Նեպտունի տարանցում այդ գարնանային գիշերը հավասարի կետով, դա հատկապես ազդում է գերտերությունների վրա այդ դիրքը եւ Նեպտունի տարանցումը խոյ կենդանակերպով եւ նախորդ անգամ, երբ դա 1862 թվականին էր, ազդեց թե Ռուսաստանի վրա ճորտատիրական կարգերի վերանցում տեղի ունեցավ, իսկ ԱՄՆ-ում այդ ժամանակ տեղի էր ունենում քաղաքացիական պատերազմ, այսինքն այդ դիրքը շատ մեծ ազդեցություն է թողնում ԱՄՆ-ի վրա եւ այժմ նույնպես բավականին լարված իրավիճակ է ստեղծելու Տրամպի այս տնտեսական քաղաքականությունը ԱՄՆ-ի համար եւ հղի է շատ լրջագույն տնտեսական ցնցումներով, անգամ նաեւ հնարավոր է կրկնվի այդ մեծ դեպրեսիան 1929 թվականին, որտեղ դրա համար նույնպես այդ լուսնային հանգույցների դիրքերը մասնավորապես գրեթե նույնն են, ինչ որ եղել է 1929 թվականին։ Այդ նույն սարոսը կրկնվում է փաստորեն, այնպես որ շատ այսպես բարդ իրավիճակ է ստեղծվում աշխարհում, եթե այդպես շարունակվի, մենք ականատեսը կլինենք, կարծում եմ, Դոնալդ Տրամպի դեմ իմպիչմենտի գործընթացի, իհարկե ոչ այս տարի, հնարավոր է մյուս տարի, բայց ամեն դեպքում շատ լարված է իրավիճակը, հենց արդեն ԱՄՆ-ում զանգվածային ելույթներ են նման տնտեսական քաղաքականության դեմ։ Եվ ինչն է պատճառը, սիրելի բարեկամներ, նման քաղաքականության, ինչու այդպիսի որոշումներ կայացրեց Դոնալդ Թրամփը, որը կարծես թե բավականին փորձառու բիզնեսմեն է, ամբողջ կյանքում զբաղվել է այդ գործունեությամբ, քաջատեղյակ է տնտեսական գործընթացներից, բայց պետք է ասել հետևյալը, այսպես ասած ժողովրդական լեզվով ասած, պետք է Տրամպը հասկանա, որ համաշխարհային տնտեսությունը իր հոր դուքյանը չի, որովհետև նա ամբողջ իր կյանքում այսպես ստեղծել է կորպորացիաներ, չգիտեմ, տնտեսական գործունեություն է ծավալել եւ բազմիցս անգամ ճանաչվել է սնանկ։ Սակայն իհարկե նա ամբողջությամբ իր կարողությունից չի զրկվել, որովհետև միլիարդատեր հոր զավակ է, նու համենայն դեպս գոնե միլիոնատեր։ Եվ բավականին էքսենտրիկ անձնավորություն է, շատ փոփոխական այսպես բնավորությամբ եւ անկայուն տրամադրություններով, անկայուն այսպես որոշումներով մի օր կարող է մի որոշում կայացնել, վաղը կարող է այսպես 180 աստիճանով փոխվի նրա կայացրած որոշումը։ Դա պայմանավորված է իր քարտեզով, որովհետև Դոնալդ Թրամփը, որը ծնվել է բաց աղբյուրներից, մենք գիտենք, որ ծնվել է հունիսի 14-ին 1946 թվականին Նյու Յորքում է ծնվել, նրա աստղային քարտեզում Արեգակը միացած է Ուրան մոլորակի հետ երկվորյակներում եւ բացի դրանից Դոնալդ Թրամփը ծնվել է լուսնի ամբողջական խավարման պահին։ Այսինքն սա նշանակում է, որ այդ ընդհանրապես խավարումների ժամանակ ծնված բոլոր նամանավանդ բարձրաստիճան պետական գործիչները նրանք մեծ աղետներ կարող են բերել եւ ընդհանրապես բոլոր հին միջնադարյան աստղաբանական գրքերում գրված է, որ այդպիսի անձնավորությունը անխուսափելիորեն աղետ է բերելու պետության համար։ Եթե դա արևի խավարման պահին ծնված առաջնորդ է պետության ղեկավարը, դա շատ ավելի վատ է, բայց լուսնի խավարումը եւ այն էլ ամբողջական լուսնի խավարումը նույնպես շատ վտանգավոր է ըստ էության։ Եվ արևի եւ Ուրանի միությունը գիտեք, որ ստեղծում է այսպես մարդուն տալիս է շատ մեծ նախ էքսցենտրիկ բնավորություն, տարբեր ոլորտներում մտնելու, խորանալու, անգամ այն ոլորտներում, որը նա չի հասկանում, նամանավանդ քանի որ երկվորյակ է։ Երկվորյակները սիրում են այսպես տարածվել հարթության վրա եւ ֆիլմերում է նկարահանվել եւ գրքեր է գրել եւ հիմա քաղաքականության մեջ է մտել, այսինքն այդ բոլոր հնարավոր ոլորտները մարդկանց վրա ազդելու, մարդկանց ինչ որ ուղղությամբ տանելու այդ
բոլոր ոլորտները նա վերցրել է եւ այսպես յուրացրել ըստ էության ամբողջ իր կյանքի ընթացքում։ Շատ բարդ իհարկե քարտեզ է, բարդ հորոսկոպ է, Տրամպի հորոսկոպը, գիտեք, նաև Մարսն է ծագում նրա մոտ, այսինքն բավականին ռազմատենչ ռետորաբանությամբ աչքին կնող քաղաքական գործիչ է, եթե շատ հստակ այսպես պայմանները դնում է եւ ասում է, եթե չենթարկվեք, ուրեմն ռազմական ճանապարհով լուծում կլինի, այդպես սպառնում է Պարսկաստանին, անգամ հիմա սկսել է սպառնալ Ռուսաստանին։ Եվ սա միանգամայն այսպես բխում է իր բնավորության գծից, նա այդպիսին է էությամբ։ Եվ իհարկե շատ վտանգավոր գործիչ է ԱՄՆ-ի համար հատկապես, ինչու, որովհետև նա ծնվել է ԱՄՆ-ի պետության հիմնադրման այն պահին, երբ Ուրանը նույն դիրքում էր գտնվում։ Ամբողջությամբ զոդիակը Ուրանը պատտվում է 84 տարիների ընթացքում։ Եվ ԱՄՆ-ն երբ հիմնադրվել էր հուլիսի 4-ին 1776 թվականին, նա Ուրանը նույնպես գտնվում էր երկվորյակներում եւ բացի դա այժմ հուլիսի 7-ից 25 թվականին նույնպես Ուրանը մուտք է գործում երկվորյակներ եւ սա շատ այսպես բարդ իրավիճակ է ստեղծում, որտեղ Ուրանը անկանխատեսելի է, Ուրանը նման է այսպես մի ռումբի, որը ամեն պահ, եթե դուք սխալ վարվեք այդ ռումբի հետ, կարող է պայթել։ Այսպես նա Տրամպը կարելի ասել նստած է այդ ռումբի վրա եւ ամեն պահ կարող է շատ անկանխատեսելի զարգացումներ լինեն ամբողջ աշխարհի համար։ Ճիշտ է, նա ներկայացնում է իբրև նա անհանգստացած է մարդկանց այսպես հատկապես ռուս-ուկրաինական պատերազմի ժամանակ մեծ քանակությամբ երիտասարդների մահվամբ, այդպես շատ մտահոգված է, բայց իրականում սա շատ անհեռատես քաղաքական գործիչ է, ագրեսիվ, որը միայն իր շահերն է հետապնդում, բայց ցավը նրանումն է, որ անգամ ԱՄՆ-ի շահերը կարող է տանուլ տալ իր անհեռատես քաղաքականությամբ եւ դա այսպես անմիջականորեն բխում է իր հորոսկոպից։ Կարծես թե ցանկանում է դիվանագիտորեն լուծել բոլոր հարցերը, բայց այդ Մարսը, որը գտնվում է նրա մոտ հենց առյուծի վերջին աստիճաններում, 26 աստիճանը առյուծում, եւ ինչ շատ անհաջող աստիճան է, Մարդասպանի աստիճան է 26 աստիճանը հենց ծագման վրա է գտնվում, որտեղ 29 աստիճանը առյուծում գտնվում է նրա ծագող աստիճանը, ժամադիտակը, որի միջայլոց բռնի մահվան աստիճանում է գտնվում նրա ժամադիտակը, իսկ սա նշանակում է, որ այսպես շարունակելու դեպքում իսկապես այդ մահափորձերը, որը չստացվեցին նրա նախընտրական ամբողջ այդ կամպանիայի ընթացքում բարձր է վտանգը, որ կարող են այնուամենայնիվ իրականացնել, որտեղ շատ մարդկանց նա այսպես թշնամեցնում է իր հանդեպ, շատ բացառիկ տաղանդ ունի մարդկանց թշնամի սարքելու եւ ոչ միայն մարդկանց, այլ նաեւ պետությունների։ Սա իհարկե շատ խնդրահարույց է եւ նամանավանդ այդպիսի անձնավորությունները թարամպես հակված չեն լսելու լուրջ մասնագետների, տվյալ ոլորտի մասնագետների կարծիքը, սա թերևս Տրամպի ամենավատ գիծն է, որ նա չի լսում այդ մասնագետներին, նա կարծում նա ամեն ինչ գիտի, արև Ուրանի հետ, դա տալիս այսպես հանճարեղության տպավորությունը, հանճար է։ Սրա մասին է ուզում այսօր ձեզ ասեի, սիրելի բարեկամներ, իհարկե հուսանք, որ այնուամենայնիվ ցավ բանականությունը կհաղթի եւ լայնածավալ հարձակում Իրանի դեմ տեղի չի ունենա։ Լիահույս եմ, բայց ամենավտանգավորը իհարկե ասացի ապրիլի 18-ից 27-ը ընկած այդ ժամանակահատվածն է։ Այսքան է, սիրելիներս, անպայման բաժանորդագրվեք Anti-Fake YouTube-յան ալիքին, բաժանորդագրվեք նաև Աստղային խորհրդատու Աննե Հախվերդյանի հետ իմ YouTube-յան ալիքին եւ Աստրոմագ եւ Թալիսմաններ իմ երկրորդ մոգական YouTube-յան ալիքին։ Շատ շուտով կհանդիպենք, ստեսություն։